Գևորգ Թոսնյան, Civilnet, կներեք, քանի որ ռեկլամենտ արդեն խախտվել է, մեկ հարց պատասխան, ես ձեր թույլտվությամբ իմ գործընկերներից ներողություն խնդրելով երկու հարց տամ։ Առաջինը պարոն Ավինյան, մայրաքաղաքում այգիների տարածքների վարձակալության գոյացած պարտքի խնդիրն է, մեր ուսումնասիրություններով ըստ Civilnet-ի եւ քաղաքապետարանի ստացված պարզաբանման մոտ 1 միլիարդ դրամի պարտք է, 755 միլիոն դրամ ապարք, 245 միլիոն դրամ տույժեր, ինչու այս պարտքը կուտակվել եւ ինչ է անում քաղաքապետարանը վերադարձնելու, օրինակ այս կտորի մեջ կա նաեւ Multi-OL-ը, Գագիկ Ծառուկյանի, որը 30 միլիոն դրամ ձեզ պարտք է, օգոստոսին մենք հարցում ենք արել ու ոչ մի գումար չի վերադարձվել, սա առաջինը, երկրորդը Երևանում ավելանում են աղբավայրերը, ապօրինի աղբավայրերը։ Վերջերս մենք վերածնունդ բնակելի թաղամասի բնակիչներից ստացանք ահազանգ, որ 2 ամսվա ընթացքում իրենց դիմացի հատվածում նոր աղբավայր է կուտակվել։ Մեկ այլ աղբավայր ձեր, այսինքն քաղաքապետարանի եւ քննչական կոմիտեի ձեռամբ եղավ 2022-ին, երբ Սուրմալուի պայթյունը եղավ, աղբը տարան Նուբարաշեն, ընդ որում որ գնաք Նուբարաշեն այցի մի հատ գերեզմանի դիմացի հատվածը կանգնեք, այց կատարեք, այնտեղ ապօրինի շին աղբավայր է ստեղծվել, տարան Նուբարաշեն, ասեցին կտանենք, երբ որ քննչական գործողությունները ավարտվի, քննչական գործողությունները վերջացավ, բայց այդ աղբը մնացել է այդտեղ ու ընդլայնվում է։ Ընդհանուր մոտ 6 ապօրինի աղբավայր կա, որոնք ընդլայնվում են։ Ինչ է արվում այս ուղղությամբ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Երևանի քաղաքապետարանը տարբեր տարածքների վարձակալության համար 2025 թվականին հավաքագրել է մոտավորապես 1.1 միլիարդ դրամ, որից մոտավորապես 500 միլիոն դրամը այգիներից։ Ինչով է պայմանավորված ձեր բարձրաձայնած խնդիրը, հիմնականում պայմանավորված է նրանով, որ Երևանի քաղաքապետարանը, առաջին հերթին Երևանի քաղաքապետարանը որդեգրել է մի մոտեցում, որ այգիները նախկին տրամաբանությամբ կներեք այս արտահայտության համար, բայց այդպես վետերոգի մակարդակով վարձակալները չեն կարող պահել։ Եվ այդ վետերոգի տրամաբանությունից բոլոր այն մասնավոր գործընկերներ, ովքեր որ պատրաստ են դուրս գալ, մասնավորապես իրականացնել ներդրումներ համապատասխան այգիներում, մենք վերանայում ենք ավականու որոշմամբ սահմանված կարգով գինը։ Այսինքն բոլոր տեղերը, որտեղ որ մենք ունենք ներդրող, մարդը որ հասկանում է, որ այս հին սրճարանը չի, ինչպես օրինակի համար մենք իրականացրեցինք Մերգելյանի այգում։ Այն հին այդ սրճարանները, չգիտեմ, տարատեսակին կարուսելները վերացվեցին, այգին տենց վերադարձավ նորմալ տրամաբանական ինչ-որ մի բանի, եւ դա արվեց մասնավորի կողմից։ Այսինքն եղավ ներդրում եւ համապատասխանաբար այդտեղ նաեւ վարձավճարը համապատասխանաբար նվազեցվեց։ Եվ օրինակ ունենք այլ դեպքեր, երբ որ օրինակի համար կոնսերվատորիայի այգին երևի մի 4 անգամ վարձակալը տարատեսակ նախագծեր են ներկայացրել, որը մոտավորապես էլի նույն նախագծի մասին է, եւ այդ նախագիծը մերժվել է եւ մեր եւ կրթության գիտության նախարարության կողմից, որովհետեւ մոտավորապես այնպես մեծ ծավալի կառուցապատում էր պլանավորում իրականացնել, եւ մենք դատական կարգով վիճարկել ենք այդ պայմանագիրը եւ հաղթել ենք։ Եվ վերադարձրել ենք այդ այգին քաղաքապետարանին, այգին հիմա կարելի ասել քաղաքապետարանը վերահսկողության ներքո է, բայց մեծ հավանականությամբ մենք ինչ-որ մրցութային կարգով կառաջարկենք ներդրումային որևէ հետաքրքրություն ունեցող մասնավորի առաջարկներ ներկայացնել, բաց մրցույթ կիրականացնենք եւ մոտավորապես ինչ-որ տենց Մերգելանում արեցինք, այդ նույն տրամաբանությամբ կիրականացնենք ինչ-որ մի բան այստեղ, որովհետեւ իրականում ներդրման կարիք ունի։ Եվ այս այն հատվածներն են, որտեղ որ մասնավոր համայնք համագործակցությունը հնարավոր է, որովհետև այդ հատվածում վստահորեն օրինակ կարիք կա ինչ-որ մի սրճարանի կամ փոքրիկ տենց սննդի կետի, որովհետև այդտեղ կոնսերվատորիան է, այդտեղ շատ մեծ քանակի մարդ կա եւ այդտեղ նաեւ պահպանման հարց կա այգու, որ մենք միայն պահպանում իհարկե Երևանի քաղաքապետարանը կարող է իրականացնել, բայց կարծում եմ միայն այգի ունենալ այդտեղ բավարար չի։ Եվ բոլոր այն դեպքերում, որտեղ որ մեր գործընկերները հրաժարվում են կամ ինչ որ տենց պատրվակներով մտածում են, որ մի քիչ ժամանակ ձգենք տեսնենք ինչ ա լինելու, մի բան ա լինելու, իրենք գնալու են սննկացման, այսինքն մենք ուղարկելու ենք գործը սննկացման դատարան եւ արդեն համապատասխանաբար այդ ընկերությունները
շատ ավելի մեծ խնդիրների են բախվելու, եթե կամ մեր պարտքերը չփակեն, կամ չառաջարկեն ներդրումային ծրագիր իրենց կողմից վարձակալվող տարածքներ։ Ներեցեք մի ճշտում մուլտիելն էսա 2022-ից ունի այդ պարտքը, այսինքն սնանկացման գործը արդեն սկսել եք ձեր պատասխանից ստատելով։ Ես չեմ կարող վստահ ասել կոնկրետ որ դեպքով ինչ են կարել այս պայդրությամբ, բայց եթե այսպես ասած այդ կուտակիչ մեխանիզմը աշխատում է, այսինքն այդ պարտքը ավելանում է եւ ինչ որ մի փուլի, այո, շատ մեծ հավանականությամբ կապ չունի անձը եւ ընկերությունը։ Երևանի քաղաքապետարանը կդիմի սնանկացման դատարան։ Աղբավայրերի հետ կապված բոլոր այն հատվածներում, որտեղ որ գոյանում են, այսպես ասած, աղբի կուտակումներ, մենք փորձում ենք մաքսիմալ արագ արձագանքել։ Մենք ունենք մի փոքրիկ խնդիր, որը պայմանավորված է կենցաղային աղբի հետ, որովհետև շատ տարերային ձևով տարբեր հատվածներում այդ կենցաղային աղբը տարբեր տեղերում կուտակվում է եւ մենք ունենք մի ընկերություն, ում կարելի ասել կարողությունը թույլ չի տալիս ամբողջ ծավալով իրականացնել այդ աշխատանքները, ինչ որ չափով իրականացում է, բայց մեզ ոչ տեմպն է բավարարում, ոչ որակը, բայց ամեն դեպքում այդ աշխատանքների համար ունենք մինչև 27 թվականը ընկերություն 10 տարով էր պայմանագիրը կնքվել, դեռևս 2017 թվականից։ Ինչ վերաբերում է նոր գոյացող աղբավայրերին, ձեր մատնանշած, ես մի փոքրինչ խորանամ խնդրի էության մեջ եւ արձագանքեմ։